Ես ուզում եմ հասկանամ էլ ոստիկան մնացել է Հայաստանում, Երևանում։ Ես ուղղակի ավշի մի հատ ցույց տվեք, էլի ինչ է տեղի անում։ Ում են պաշտպանում, ում են ուզում վախացնեն։ Չէ, սա չեղավ էլի, այս բան ես առաջին անգամ եմ տեսնում։ Կարծում եք ժողովրդին են ուզում վախեցնել։ Աբա բնականաբար, բավոն, ձեզ էլ վախեցա։ Բարև աղջիկ ես, ոնց է սավը տանը։ Ինչքան ժամանակ չէ տեսեք են։ Ասում եմ հայրենիքը մինակ մերն է։ Թիվը ոստիկանների անհանգստացնում է մեծաքանակ։ Բա ինչ անեմ։ Մենք եկել ենք ինչի համար, երկրի պաշտպանելու համար։ Ոնց է սանածը։ Ձեզ եւս հետաքրքրեց, որ մեծաթիվ են ոստիկան, որտեղ քաղաքացիները կանգնում են, ասում են ինչու են այսքան ոստիկան բերել ժողովրդի դեմ։ Մենք ուղղակի արդեն սովորել ենք։ Մենք 7 հոգի էր, որ հավաքված լինում ա միտեղ, եթե ընդդիմադիր են, ինքը 3 վաշտ ոստիկան ա բերում, չես հասկանում ինչն է պատճառը։ Դե բնականաբար այսօր ավելի շատ են։ Ինձ թվում է դեռ կշատանան, ինձ թվում է իրանք բոլորը չէ որտեղ են հասել։ Դե երևից Մատենադարանի մոտից դեռ շարված են ու չես հասկանում ինչի համար։ Ամենայն դեպս միտքը չեմ։ Հավաքին ինչ ակնկալիքներով եք եկել ձեր կարծիքով քաղաքացիների ձայնը տեղ կհասնի եւ կդադարեն եկեղեցուն թիրախավորելու գործընթացները, հոգեվորականներին կալանավորելու գործընթացները, ինչպես նաեւ ազատ կարձակվի բարերար Սամվել Կարապետյանը։ Եթե ժողովրդավար պետություն է եւ ղեկավարը հայտարարում է, որ մենք ժողովրդավար եւ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, այստեղ հավաքվում են ժողովուրդ։ Ու կարծում եմ, որ չենք տարբերվում այն ժողովրդից, որը ինքը նկատի ունի։ Մենք բոլորը ժողովուրդ ենք, հավաքվում ենք, մեր ձայնը բարձրացնում ենք հենց այդ նպատակով։ Ժողովրդի պահանջն է ազատ արձակել քաղբանտարկյալներին, Սամվել Կարապետյանին, հայ մեծ բարերարին։ Ժողովրդի պահանջն է վեհափառին հանգիստ թողնել, մեր եկեղեցին, մեր կրոնը հանգիստ թողնել։ Շնորհակալ եմ։